Ըստ խնդրի, A և B քաղաքներից իրար ընդառաջ դուրս եկան հետիոտնը հեծանվորդը, մեկ ժամ անց հետիոտնը A քաղաքից և հեծանվորդից հավասար հեռավորության վրա էր, իսկ ևս 15 րոպե անց նրանք հանդիպեցին։ Պահանջվում է գտնել, թե որքան ժամանակում հետիոտնը կհասնի A քաղաքից դեպի B քաղաք։ Նախ նշեմ, որ պետք է մեզ համառոտագրել այս խնդիրը ճանապարհի վրա, և երկրորդ այն փաստը, որ մենք արդյունքում ճանապարհ չենք գտնի, աշխատելու ենք միայն ինչ-որ փոփոխականների հետ և ժամանակի հետ։ Այդ ամենից օգտվելով հասկանալու ենք, թե ինչքան ճանապարհ է մնացել անցնելու օրինակ հետիոտնին, և նա ինչքան ժամանակում կանցնի այդ ամբողջ ճանապարհը։ Շատ լավ, դե նախ եկեք նշենք այստեղ A քաղաքից ակնհայտ է, որ հետիոտնը շարժվում, այստեղ նշված է A և B քաղաքներից ընդառաջ դուրս եկան հետիոտնը և հեծանվորդը համապատասխանաբար։ Եվ քանի որ նրանք արագություններ չունեն, եկեք մենք նշանակենք, թող հետիոտնը լինի x կմ/ժ արագությամբ, իսկ հեծանվորդը թող լինի y կմ/ժ արագությամբ։ Ահա։ Նշենք այստեղ, որ սա հետիոտնն է, իսկ այստեղ ունենք հեծանվորդը։ Շատ լավ, հիմա ինչ գիտենք, հաջորդ պայմանը այն է, որ մեկ ժամ անց հետիոտնը A քաղաքից և հեծանվորդից հավասար հեռավորության վրա է, այսինքն նախ եկեք պատկերենք մեկ ժամ անց իրավիճակը, որտեղ կլինի հետիոտնը։ Ենթադրենք հետիոտնը ինչ-որ այսպիսի դիրքում է։ Ահա, մեկ ժամում նա անցել է այս ճանապարհը։ Նշենք։ Եվ քանի որ մենք գիտենք հետիոտնի արագությունը, որ x կմ/ժ է, ապա ճանապարհը նույնպես կարող ենք նշել, որ x կիլոմետր է։ Սա հետագայում կհասկանանք, մեզ պետք կա թե ոչ, ուղղակի ինչ գիտենք, փորձում ենք նշել։ Եվ գիտենք, որ նույն հեռավորության վրա էր, այսինքն այս նույն x կիլոմետրի վրա կլինի նաև հետիոտնից հեծանվորդը։ Հետևաբար կարող ենք ենթադրել, եզրակացնել, որ մեզ մոտ հեծանվորդը ահա այսպես կգա և հետևյալ կետում կկանգնի։ Ահա։ Սա նույնպես մեկ ժամ անց և հետևաբար այս ճանապարհն էլ մեզ մոտ y կիլոմետր է։ Եվ դե քանի որ գիտենք, որ նույն հեռավորության վրա է հետիոտնը, հետևաբար սա նույնպես x կիլոմետր է։ Ու գիտենք, որ մեկ ժամ անց նրանք հանդիպել են։ Եկեք նրանց հանդիպումը ահա այստեղ ներքևում պատկերենք։ Կներեք, 15 րոպե անց այստեղ նշված էր, ևս 15 րոպե անց նրանք հանդիպեցին։ Դեռ չկարդանք հարցը։ Ահա։ Ակնհայտ է, որ հեծանվորդը ավելի շատ ժամանակ կանցնի։ Եվ 15 րոպեն էլ, եկեք ժամ դարձնենք, 15/80 կրճատելուց հետո 1/4 ժամ է ուղղակի։ Ահա։ Գիտենք, որ 1/4 ժամ անցել, նրանք արդեն հանդիպել են, անցել են ահա այս x կիլոմետրը և ունենք յուրաքանչյուրի արագությունը x և y կմ/ժ։ Հիմա պահանջվում է գտնել, որքան ժամանակում հետիոտնը կհասնի A քաղաքից դեպի B քաղաք, ահա այստեղից դեպի այստեղ։ Դրա համար, տեսեք ինչ է մեզ անհրաժեշտ, մենք այս բոլոր նշանակումները կատարեցինք, սակայն մեզ դեռ չեն օգնում դրանք խնդիր լուծելու համար։ Մենք գիտենք, որ հետիոտնի արագությունը x կմ/ժ է, գիտենք, որ ահա այս կտորը, այստեղ ինչ-որ c նշենք, սա թող լինի ինչ-որ d, իսկ սա ինչ-որ e։ Մենք գիտենք, որ a-ից c մեզ մոտ x է, c-ից e, գիտենք, որ x է, c-ից d նույնիսկ չգիտենք, և գիտենք, որ e-ից b մեզ մոտ y կիլոմետր է։ Եթե մենք կարողանանք ամբողջ ճանապարհը x-ով արտահայտել, հետիոտնի արագությամբ արտահայտել, ապա կարող ենք հասկանալ նաև քանի ժամ կծախսի այդ ամբողջ ճանապարհի վրա։ Հետևաբար, մեր տվյալ պահի խնդիրը այն է, որ y-ը արտահայտենք x-ով, իսկ ինչպես կարելի է y-ը արտահայտել x-ով։ Դե իրականում y-ը x-ով կարտահայտենք հետևյալ կտորից, որովհետև գիտենք նրանք ինչ-որ ճանապարհ են անցել, x կիլոմետր այս դեպքում, գիտենք ինչքան ժամանակում են անցել և գիտենք, թե ինչ արագություններով են անցել, ուստի կարող ենք ըստ ճանապարհի հավասարում կառուցել։ Կազմենք ըստ ճանապարհի հավասարում։ Եվ ինչպես ենք դա անում, գիտենք, որ նրանք շարժվել են 15 րոպե կամ 1/4 ժամ։ Ինչու ժամ, որովհետև բոլոր միավորները ժամով են, կիլոմետր ժամով էին նշված, րոպեով միավոր մենք չունեինք։ Հետևաբար,
Նաև հիշելով, որ քանի որ մեզ մոտ ընդառաջ են գալիս, ապա նրանք իրար այսպես ասած օգնելով են գալիս եւ իրենց արագությունները գումարվում է այդպիսի շարժման դեպքում։ Հետևաբար, նրանք ինչ որ ֆիքսոտ ժամանակում, կոնկրետ 1 ժամում կանցնեն իրար ընդառաջ գալով x գումարած y կիլոմետր, սա 1 ժամում, նրանց համատեղ արագությունը, այսպես ասած, երբ հետիոտն ու հեծանվորդը իրար ընդառաջ են գալիս։ X գումարած y կիլոմետր ժամ արագություն է եւ գիտենք, որ 1/4 ժամում էլ նրանք անցնում են այդ ճանապարհը, C-ից է ճանապարհը, իսկ C-ից է ճանապարհն էլ իր հերթին x կիլոմետր էր։ Այստեղից հետևում է, եթե հավասար է նշանի բոլոր մասերը 4-ով բազմապատկենք, x գումարած y-ը հավասար է 4x, որտեղից էլ արդեն ակնհայտ է, որ y-ը պետք է հավասար լինի 3x-ի։ Շատ լավ, ստացվեց, որ գիտենք նաև ԵԲ-ի հեռավորությունը ինչքան է, ուստի ընդհանուր քաղաքների հեռավորությունը, եթե մենք x-ով ցանկանանք արտահայտել, այլ կերպ ասած AB-ն, մեզ մոտ հավասար կլինի x գումարած եւս x եւ գումարած 3x։ Այսինքն հավասար է 5x։ Իսկ հեծանվորդը, կներեք հետիոտնը, կանցնի հեռավորությունը բաժանած արագության վրա, ինքն AB-ն բաժանած x-ի, այլ կերպ ասած 5x-ը բաժանած x-ի, ինքն 5 ժամում, եւ ինչու ժամ, որովհետեւ միավորը մեզ մոտ ամեն ինչ ժամով էր արտահայտված։ Շատ լավ, եկեք ամփոփենք խնդրի լուծումը եւ եւս մեկ անգամ ուշադրություն դարձնենք, թե ինչ արեցինք։ Տեսեք, մենք ճանապարհ չգտնանք, մենք ինչ որ արագություն չգտնանք ֆիքսված, մենք ուղղակի բոլորը նշանակեցինք եւ աշխատեցինք ժամանակի հետ։ Ինչն էլ հենց օգնեց խնդիրը լուծել։ Դե առաջին քայլը այն է, որ պետք է գծակիրը գծել ու հասկանալ, թե ինչ է կատարվում ամեն քայլից հետո։ Ամենասկզբից գիտենք, որ իրար ընդառաջ են դուրս եկել ու գիտենք, թե յուրաքանչյուրը որ քաղաքից է դուրս եկել, սա նույնպես կարևոր է։ Հետո գիտենք, որ 1 ժամ անց այն իրավիճակն է, որ հետիոտնը A քաղաքից այն հեռավորության վրա է, որից գտնվում է հեծանվորդից։ Այսինքն, եթե A քաղաքից նա ինչ որ x կիլոմետր հեռավորության վրա է, հեծանվորդից նույնպես x կիլոմետր հեռավորության վրա է, եւ ինչու x, որովհետեւ այդ x-ը իր արագությունն է, այսինքն քանի կիլոմետր է նա 1 ժամում գնում, եւ անցած ճանապարհն էլ հենց եղել է անցած ժամանակն էլ հենց եղել է 1 ժամ։ Այսինքն, եթե մենք գիտենք, որ 1 ժամ է շարժվել, իր արագությամբ է շարժվել, ապա անցել է x կիլոմետր։ Հետևաբար այս եզրակացությանն են գալիս, որ այս հեռավորությունը x կիլոմետր է եւ մյուս կողմից էլ հետիոտնի արագությունը, երբ նշանակել ենք y կիլոմետր/ժամ, ստանում ենք, որ նրա անցած ճանապարհն էլ y կիլոմետր է։ Հետո, քանի որ այդ երկուսի միջև հեռավորությունը x կիլոմետր էր եւ գիտենք, որ յուրաքանչյուրի արագությունը x եւ y կիլոմետր է ու իրար հանդիպել են 15 րոպեից, նշանակում է այդ x կիլոմետրը նրանք անցել են 15 րոպեում կամ 1/4 ժամում, ինչը մեզ անհրաժեշտ է այս դեպքում, որովհետև մենք ժամերով ենք աշխատում, մեր միավորը կիլոմետր/ժամն էր։ Շատ լավ։ Ստացվեց 1/4 ժամում նրանք անցել են x կիլոմետր։ Իսկ որքան էր նրանց արագությունը այդ x կիլոմետրը անցնելու ժամանակ, չէ՞ որ առանց արագության չենք կարող ճանապարհի ստանալ ժամանակի միջոցով։ Դե իսկ նրանց արագությունն էլ x գումարած y էր, որովհետև քանի որ ընդառաջ են իրար շարժվում, նրանք իրար օգնելով այդ ճանապարհը անցնում են, այսպես ասած, կարող եք այդպես պատկերացնել։ Ընդհանուր ճանապարհը յուրաքանչյուր ժամին հետիոտնը անցնում է x կիլոմետր, իսկ հեծանվորդը անցնում է y կիլոմետր, միասին կանցնեն x գումարած y կիլոմետր։ Ուստի ընդհանուր արագությունը սա է, անցնում են 1/4 ժամ ու արդյունքում անցնում են x կիլոմետր։ Լուծելով այս հավասարումը ստացանք, որ y-ը 3x է, որտեղից էլ արդեն հասկացանք, որ ընդհանուր ճանապարհների հեռավորությունը 5x է եւ հետիոտնը կանցնի հետեւաբար այդ ընդհանուր ճանապարհը 5 ժամում, որովհետեւ իր արագությունը x կիլոմետր/ժամ էր։ Շատ լավ, այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ավարտել։